Սպիտակ տան հետ սկսած դիմակայության ֆոնին Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մանդանին այցելել է Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքի մզկիթ, որտեղ նրան դիմավորել են ողջույնի բացականչություններով։ Մանդանին մասնակցել է Նյու Յորքի քաղաքական գործիչների համախմբան ամենամյա գագաթնաժողովին։ Նա մզկիթում աղոթել է մյուս մուսուլմանների հետ եւ օգնել սնունդ բաժանել։ Մամդանին ակնարկելով հակադրվել է Թրամփի ծավալապաշտական եւ հականերգաղթային քաղաքականությանը։ Մենք գիտենք Պուերտո Ռիկոն չի վաճառվում, եւ մենք նույնն ենք ասում Նյու Յորք քաղաքում։ Նյու Յորքը չի վաճառվում։ Այս քաղաքները հնարավոր չէ գնել։ Մենք իսկապես պետք է ոտքի կանգնենք, ապահովելու համար, որ յուրաքանչյուր նյու յորքցի կարողանա իրեն թույլ տալ ապրել այս քաղաքներում։ Այս այցը տեղի ունեցել նորընտիր քաղաքապետի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մի շարք հարձակումներից անմիջապես հետո։ Թրամփը կասկածի տակ էր դրել Մամդանի ազդեցությունը քաղաքի ենթակառուցվածքների զարգացման վրա, անվանելով նրան կոմունիստ։ Դե գիտեք, պետք է հասկանալ, որ եթե նա կոմունիստ է, ապա մեծ աշխուժություն չի լինելու։ Այնպես որ կամուրջների, թունելների եւ այն բոլոր տարբեր բաների կարիքը, որոնք կարծում եմ ծրագրում էին Նյու Յորքի համար, չի լինի։ Եվ տեսեք, ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը լավ կլինեն։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Ես սիրում եմ Նյու Յորքը, ես մեծացել եմ Նյու Յորքում։ Իմ գործերն այնտեղ լավ են ընթացել եւ ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը շատ լավ կլինեն։ Մինչ նախագահը կենտրոնացած է քաղաքական հակառակորդների պախարակմամբ, Մամդանին առաջ է շարժվում իր վարչակազմի ձևավորման հարցում։ Քույնսում նա ներկայացրել է իր անցումային թիմը, խոստանալով ստեղծել կարող եւ կարեկից վարչակազմ։ Նա վերահաստատել է իր առաջնահերթությունները, պայքարել քաղաքի կյանքի թանկության ճգնաժամի դեմ եւ վերականգնել հանրային վստահությունը։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, խոստանալով մթերքների էժանացում։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, պարտավորություն ստանձնելով նվազեցնել կյանքի թանկությունը։ Իսկ մեր հաջողությունը ցույց կտա, որ բավարար չէ աշխատավոր դասակարգի ամերիկացիների կյանքում առկա հուսահատությունը պարզապես ախտորոշելը։ Պետք է իրապես կյանքի կոչել օրակարգը, եւ հենց դա էլ մենք մտադիր ենք անել ամեն օր, մեր պաշտոնավարման ողջ ընթացքում։ 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Մամդանին իր պատմական հաղթանակը տոնել է նոյեմբերի 4-ին, դառնալով Նյու Յորքի պատմության մեջ առաջին հարավասիացի եւ մուսուլման քաղաքապետը։ Նա հաղթել է նախկին նահանգապետ 67-ամյա Էնդրյու Կոմոյին, որը մասնակցել էր որպես անկախ թեկնածու, երբ 4 տարի առաջ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով հրաժարական էր տվել։ Փորձագետներն ընդգծում են Մամդանիի ժամանակակից քարոզարշավը, սոցիալական մեդիայի, մասնավորապես TikTok-ի վարպետորեն օգտագործումը, որով նա կարողացել է ոգևորել երիտասարդ ընտրողների նոր սերնդին։ Չեմ կարծում, թե առաջիկա 1-2 տարում ամենուրեք մատչելի բնակարաններ կհայտնվեն։ Այնպես որ Նյու Յորքը մեկ գիշերում չի դառնալու այն դրախտավայրը, որ ցանկանում է Մամդանին, եւ նախագահ Թրամփը դա կօգտագործի ի նպաստ իրեն քարոզարշավի ընթացքում աջակցելով 2026 թվականին առաջադրվող թեկնածուներին։ Մասնագետները փաստում են, որ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև այս բախումը վառ կերպով ցույց է տալիս երկրում առկա խորը քաղաքական պառակտումը։ Այս լարվածությունը զուգահեռ է ընթանում համազգային ճգնաժամին, քանի որ կառավարության արդեն 40 օր շարունակվող շատդաունը միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը թողնում է անորոշության մեջ։ Կառավարությանը կատվածահար վիճակից կարող է մասնակի դուրս բերել Սենատում առաջ մղվող դաշնային գործակալությունների ֆինանսավորումը վերսկսելու օրինագիծը, ինչին աջակցել են նաև որոշ դեմոկրատներ։ Միայն ավիակարգավարների բացակայության պատճառով կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2800 եւ հետաձգվել ավելի քան 10200 թռիչք։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։